նախ խորհրդարան չեն գործողում ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դրվել է որպես ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով երկրորդ հայտարարվել է որ Գյումրիում արդահերթ ընտրությունների կարիք կա միանշանակ կա ես երեկ մեր ձեր գործընկերներին հորդորեցի այցելել Հայաստանի Հանրապետության մի քանի քաղաքներ, դրանից հետո այցելեք Գյումրի, տեսեք Գյումրիի իրական պատկերը, Գյումրիում կառավարման ճգնաժամը, մենք միանշանակ այդ մտքի կողմնակից ենք, իսկ արդահերթ ընտրությունները Հայաստանի Հանրապետության ընդրական օրենսգրքով եւ սահմանադրությամբ ամրագրված են ինչպես են իրականացվել։ Դա չես կարող հայտարարել ու հենց հաջորդ օրը նշանակել է Հասկանալի է, պարոն Մինաշյան, բայց որ դուք նախորդ ընտրությունների ժամանակ ԿՊ-ի թեկնածուն եք, ուզում եմ հասկանալ հիմա օրինակ ինչը փոխվեց, դուք Գյումրիի մասին եք խոսում, Գյումրին հիմա էլ եք ասում, որ ճգնաժամ կա այնտեղ, ինչի թողեցիք եւ եկաք խորհրդարան։ Հիմա էլ եմ խոսելու Գյումրիից, տեսեք, ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի կամ չանի, ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ մանդատ ունենալը ինձ տալիս է ավելի մեծ հնարավորություններ զբաղվել Գյումրիի, այդ թվում նաև Շիրակի մարզի խնդիրներով, քանի որ ես գյումրեցի եմ, Գյումրին իմ տունն է, իմ ընտանիքը բնակվում է Գյումրիում, ես բնակվում եմ Գյումրիում, Գյումրիից չեմ հեռացել, չեմ հեռանա երբեք, անհոգ եղեք, ես գյումրեցիների կողքին եմ լինելու։ Կարևոր անելիքներ ունեք այստեղ ազգային ժողովում առաջադրվել եմ թիմ հանձնաժողովում զբաղվելու եմ ինչպես նոր ասեցի կրկնեմ զբաղվելու եմ հիմնականում Գյումրու Շիրակի մարզի տեղային համայնքային խնդիրներով լինելու եմ մեր քաղաքացիների պահանջների խնդիրներ բարձրացնելու այդ ամեն ինչը մեր կառավարության անդամներին փոխանցելու իմ պարտականությունները իրականացնելու։ Իսկ օրինակ հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ դեպքում կլինեն թեկնածուներ, որոնք օրինակ ապագա հուշագելու այդպիսի շատ մեծ ինտուիցիա չունեմ, բայց արտահերթ ընտրությունների հնարավորությունը լինելու հենց եղավ, անպայման կհայտարարենք, դա գյումրեցիների պահանջը կլինի, տեսնենք ով կլինի թեկնածուն, ովքեր կլինեն մեր ավագանում մնացած թեկնածուները։ Այսինքն այս պահին չկա որևէ խոսակցություն, թե ով կլինի։ Այս պահին քանի որ չկա արդահերթ ընտրությունների նշանակված օր, կարծում եմ լուրջ չի խոսել թեկնածուի անունից։ Բայց մինչև այդ թեկնածուի վերջո պետք է ծանոթանա, թեկնածուին պետք է ճանաչել։ Բայց ես ով է ասել, որ թեկնածուին ասում էին նախորդ ընտրությունների ժամանակ ասում էին, որ Սարիկ Մինասյանն է ԿՊ-ի համար կարողացել ձայներ բերել, ընդհանուր ԿՊ-ի ռեյտինգը Գյումրիում ընկած էր։ Դուք նորից չեք հավակնի։ Հերթով միանշանակ ես գնացել եմ Գյումրու որպես համայնքի ղեկավար ընտրվելու քայլին, որովհետեւ կարողանամ իմ գիտելիքները, իմ փորձը աշխատանքային քաղաքծառայության, համայնքային ծառայության իմ աշխատանքային փորձը օգտագործել իշա իմ քաղաքացիների, ինչպես հայտարարել եմ, իմ երեխաները եւ գյումրեցի երեխաները ոչնչով պակաս չեն Երևանի կամ Արմավիրի երեխաներից, ովքեր ունեն խաղահրապարակներ, կանաչ կոդիներ, իսկ Գյումրիում գետ 1 նորմալ կահավորված խաղահրապարակ չկգտնի։ Խնդրեմ մի քիչ հեռու պայեք, խփեք տնձի խոսալու ժամանակ, սիրիչ։ Պարոն Մինասյան, դուք որ չընտրվեցիք համայնքապետ, դրանից հետո որոշակի հիասթափություն ապրեցիք, արդյոք դա է պատճառը, որ վերցրեցիք պատգամավորական մանդատը։ Ոչ, ես դրանից հետո շարունակել եմ լինել Գյումրու ավագանի, խմբակցության ղեկավար, հիասթափություն չեմ ունեցել, ես բավականին քաղաքական անցած ճանապարհ ունեմ, այդ մի այսպես ասած անհաջողությունը չէր կարող ինձ հիասթափեցնել եւ հետո Գյումրիում ես եւ մեր քաղաքական ուժը տարել ենք ամենաշատ ձայները մեզնից հետո տարած թեկնածու եւ կուսակցությունը գրեթե 2 անգամ պակաս ձայն է տարել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ որևիցե մեկ համայնքային ընտրություն չեք կարող օրինակ բերել որտեղ 4 ու ավելի ուժեր
միավորվել են, որովհետեւ կարողանան անցնել մեկ ուժի ունեցած ձայներից։ Պարոն Մինասյան, գործընկերոջից հարցին չպատասխանեցիք, Արդեն չեմ հիշում, պաշտոնի դուք առաջադրել կամ եթե ասեցի երբ եղավ արտահերթ ես պատասխանեցի, երբ եղան արտահերթ ընտրությունների օրը նշանակվեց, այդ ժամանակ կպատասխանեմ, բնականաբար քաղաքական թիմի կարծիքը եւ առաջնային իմ որոշումն է, այդ ժամանակ կհայտարարենք հստակ բոլորը կիմանան, ես ասեցի։ Եթե թիմը կգա ժամանակ, դա միանձնյա որոշումը վերջնական ինն է լինելու, բնականաբար թիմի կարծիքը շատ կարևոր է, վճռական կլինի իմ կարծիքի, իմ ընտանիքի կարծիքի, հիմա այդ մանրամասները կարծում եմ այստեղ քննարկելու տեղը եւ ժամանակը չի։ Պարոն Մինասյան, իսկ ինչ եղանակով է գնալու Գյումրիում արտահերթի։ Ինչքանով գիտեմ, ընդդիմությունը կարողանում է քվորում ապահովել։ Ես ասեցի, ինչ քննարկել եք ԿՊ եւ ինչ եղանակներ։ Երևի ուշադիր չեք, արտահերթ ընտրությունները Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ դեպքում են իրականանալական 1-2 տարբերակներ, երբ որ եղավ, այդ ժամանակ մենք կհայտարարենք։ Ես չեմ ասեցի, ուշագել չեմ կարող, տարբեր պատճառներ կարող են լինել։ Պարոն Մինասյան, եթե գնահատելու լինենք Գյումրիի կառավարումը անցած 1.5 տարիների ընթացքում, ինչ Վարդան Ղուկասյանը ստանձնեց Ոչ բավարար, որևիցե Գյումրեցիների դուք որպես լրագրող շատ ծանր է, ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում են նամակներ, այս 1.5 տարվա ընթացքում որևիցե լուրջ հարց չի կարող կարգավորվել, Գյումրու խնդիրները չեն լուծվել մինչ օրս։ Դուք որպես լրագրող կարող եք հարցումներ կատարել, ուսումնասիրել, նկարահանումներ կատարել, տեսեք Գյումրիում որևիցե բան փոխվել է, թե ընդհանրապես ավելի է վատացել։ Այդ հարցերը խնդրում եմ տվեք Գյումրու ներկա չեմ կարծում սաբոտաժ է անում, չէ, հնարավոր չի, չեն կարողանում լուծել խնդիրները, եդել չգիտեմ, իրենցից հարցեր։ Պարոն Մինասյան, քանի որ դուք վերջին շրջանում մի քանի անգամ հայտնվեցիք մամուլի ուշադրության կենտրոնում, հիմա էլ եմ ոսորտել, այո, ձեր գրած մեկնաբանությունների պատճառով։ Մերի ջան, 5 անգամ այդ հարցը տվել Բայց ես։ ես այլ կոնտեքստում եմ այդ հարցը ձևակերպել, թողեք Վերջացրել։ Հիմա ազգային ժողովում, եթե օրինակ լարված իրավիճակ տեղ ունենա, Կհայոյեմ, թե չէ։ կհայոյեք, Չէ, կանից են։ Ինչպես եք Դե լավ, պատկերացնում Մերի ջան, շատ նորմալ մեր ազգային ժողովի նախագահի տեխնազուն հայտարարեց մեր դիրքորոշումը, եթե մեր ընդդիմությունը կընդունի, շատ լավ, չի ընդունի, կգործենք հայելային կարգով։ Այսինքն Հայելային կարգով։ Լավին լավ, վատին վատ։ Այսինքն ծեծի հաջող եք Ծեծ չեմ կարծում, որ այստեղ որևիցե մեկը կա, որ կարողանա ինձ ծեծել, հələ պես մարդ չի եղել։ Չիցերը, պարոն Մինասյան։ Շատ բան եմ տեսել մեր ազգային ժողովի նախագահան, երևի արդեն չգիտեմ վերջացավ ընտրությունը թե չէ, Ռուբենյանը, պարոն, իր ելույթում հայտարարեց շարժվելու ենք այդ տրամաբանությամբ։ Այսինքն հնարավոր է տեսնել իրավիճակը, որ օրինակ հայերեն։ Տեսեք, իսկ հնարավոր է այստեղից դուրս գալուց ավտովտար լինի։ Իսկ հնարավոր է այդ սահմանահատկությունը չեմ կարող ասել, ժողովուրդ չեն, ես սոկուշակ չեմ։ այսինքն դեմ չեն, որ ինչ-որ բայ կարող է հայոյել։ Հասան չեն բացառում։ Ում հայոյեմ։ Դեր լավացնել։ Ընդդիմախոսին, երբ որ ընդդիմախոսը հարգալից Դե բաց արգալցի դեպքում Բանավերջի մեջ է։ Եվ դուք ասում եք հայոյան։ Հիմա կարող է այդտեղ չհայոյեմ, հանեմ դուսը հայոյեմ։ Հիմա չեմ կարող ասել ինչ իրավիճակ կլինի։ Տեսեք, հարի վարկագիծ է։ Առավել եւս իշխանության։ Ժողովուրդ ջան, ասեցինք, մենք հայտարարել ենք ինչպիսի վերաբերմունք ենք ցույց տալու, ես այս երկու օրը ցույց տվեց ինչպիսի հարգալից, այսինքն անձերին որևիցե մեկի անձնական վիրավորանքներ չկան, կա քաղաքական բանավեճեր, սուր հարցադրումներ, բայց որևիցե անձնական վիրավորանք կարմիր գծերը որևիցե մեկից չեն կանցնելու։ Վերջ, կանով բավարարվել։ Այսինքն օրինակ Ալեն Սիմոնյանը լավ չէր կառավարում։ Այսինքն շատ լավ կառավարում էր,
Ռուբեն Ռուբինյանը ասեց ինչպես է։ Ալեն Սիմոնյանը շատ լավ էր կառավարում, մինչ Ալեն Սիմոնյանը եղել են էլի լավ կառավարողներ, բայց Ալեն Սիմոնյանը եղել է բոլորից լավը, հուսանք Ռուբեն Ռուբինյանն էլ համոզված եմ կլինի Ալեն Սիմոնյանից լավ ու այդպես շարունակ, որովհետև դա բխում է մեր բոլորի, նաև ձեր շահերից, մեր երկրի ինքնիշխանությունից, մեր ժողովրդի սպասումներից։ Շնորհակալություն այս կանը։